Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Առաջնորդանիստ եկեղեցում վեհափառի անունը հնչեցնելը քրեորեն հետապնդելի է։ Սա այն է, ինչ պետք է իմանալ Հայաստանի մասին Թավշյա ոչ բռնի սիրո հեղափոխությունից հետո։ Ամեն ինչ սկսվել էր վաղուց եւ ձևերի ու մեթոդների մեջ իշխող ուժը կարմիր գծեր չունի։ Մեր երկրում այլևս առհասարակ չկան կարմիր գծեր, բացի մեքենաների կայանման գծերից։ Իսկ վտանգներն ավելանում են։ Աշխարհը քննարկում է Հայաստանի հարցը զուտ որպես աշխարհագրական տարածք, իսկ մենք դեռ քաղաքասարակություն ենք համարում մարդկանց, ովքեր Բաքվի կանաչապատումից են խոսում մեր գերված հայրենակիցների բանտի պատերի տակ։ Ինչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ որ ճանապարհով է գալու փրկությունը։ Փաստերն ու իրավիճակը պրոֆակտում քննարկում ենք Արմեն Մանվելյանի հետ։ Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, 4 գիտական մենագրության, 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ, տպագրված Հայաստանում եւ արտասահմանում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ էներգետիկ աշխարհաքաղաքականություն, միջազգային անվտանգություն, Հայաքվե միավորման վարչության անդամ։ Բարի երեկո, պարոն Մանվելյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, վերջին օրերին իրադարձությունները, այսինքն արդեն շարունակաբար վերջին տարիներին կարելի ասել, իրադարձությունները մեկը մեկից ավելի սարսափելի եւ դրանք բոլորը նույն նպատակն են հետապնդում նախորդի մասին, նախորդ ըստեյության մոռացության տալը։ Եկեղեցու դեմ 18-ից մեկնարկած արշավը նոր ձևախեղումներ է, զարգանում է նոր ձևախեղումներով եւ արդեն մենք ունենք այդ սարսափելի փաստը 10 ըստ էության տիրադավ սրբազաններ։ Եվ հենց երեք Հայաքվե նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանը Սուրբ Սարգիս եկեղեցում հնչեցրեց կաթողիկոսի անունը ու տեղի ունեցավ սարսափելի մի բան, առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում եկեղեցում վեհափառի անունը հնչեցնելու համար ոստիկանները ձեռքերը ոլորելով, բիրտ ուժ կիրառելով ըստ էության հեռացրին։ Գիտեք, նայեք, ինչ որ տեղ ունեցավ երեք Սուրբ Սարգիսում Հովհաննեսի հետ, սա ինչ որ առումով ցուցադրական է եւ ցույց է տալիս այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք։ Սա հոգեբանական այն շեղումն է, որը ապրում է, որի մեջ գտնվում է հայ ժողովուրդը, ու որը մտածված կերպով, համակարգված կերպով, կազմակերպված կերպով տանում է գործող քաղաքական վարչախումբը։ Այսինքն մարդկանց թույլատրել, վախեցնել, բարոյալ լքել, քանդել, ավերել, սա է իրենց գործելավոճը եւ սա պատահական չէ, այսինքն սա ոչ մի պատահական բան չկա։ Ինչու է հենց հարձակումը սկսել վերջին շրջանում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ նրա հովվապետի, այսինքն ամենայն հայց կաթողիկոսի դեմ, որտեվ սա մնացած հենց ասեմ ժամանակը ցույց տվեց, որ հայկական պետականությունը իր բոլոր ինստիտուցիոնալ համակարգերով, որը 35 տարի շարունակ կառուցվում, ինքը շատ թույլ է։ Ինքը ավելին կասեմ, ինքը նույնիսկ հիվանդ ու խեղաթյուրված համակարգ է։ Մենք տենց էլ կարգին պետական ինստիտուցիոնալ համակարգ չկարողացան կառուցել։ Միակ հզոր կառույցը, միակ ազգային նաև կառույցը դա մնում է եկեղեցին։ Եկեղեցին, այսպես ասենք, մեր սենց ազգային ինքնության, մեր ազգային հոգևոր անվտանգության եւ հզորության, ինչպես նաեւ մեր պետականության կարևորագույն հիմքն է եւ կարող եմ նույնիսկ ավելին պնդել վերջին միջնաբերդն է, որը դեռ թշնամու կողմից չի գրավված։ Հիշեցնեմ եմ էլի, որ այսօրվա վարչախումբը գործում է թշնամիների մեր, իսկն Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղակիորեն պահանջով եւ սադրանքով։ Շատ դեպքերում սադրելը Պեչյան պահանջը դնում են Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումը կազմակերպված հրահրվում է դրսից։ Հիշեցնենք էլի, սա ոնց սկսեց, սա սկսեց, երբ ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում խոսեց Արցախի հայերի իրավունքների մասին, նաև խոսեց Բաքվում գտնվող հայ գերիների մասին։ Դրա հաջորդ օրը արդեն մայիսի իրադարձություններին Ոմն Փաշազադե Բաքվում նստած հայտարարեց, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին իրենց վտանգ է ներկայացնում։ Եվ դրա հաջորդ օր անմիջապես վարչապետի աթոռին, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին գանված անձը սկսեց իր արշավը ընդդեմ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Այսինքն այս հերթականությունը երբեք ոչ մեկը թող երբեք չմոռանա,
ու թող չստի ասելով որ սա հարձակում չի եկեղեցու դեմ, իբրև սա հարձակում է կաթողիկոսի դեմ։ Հանձի, այո։ Որտեղ նաև հիշենք էլ ովքեր են ստորագրել այս փաստաթուղթը։ Մարդիկ կամ եպիսկոպոսներ, որոնք հայտնի են իրենց ոչ հոգևորականին վայել վարքով։ Այո։ Ոմն Կճոյան եւ նրա ընկերները, այսպես կոչված։ Այսինքն հիմնականում այս ամենին իսկ ասենք իրական մեր arczepiskopos-ներ եւ հոգևոր դասի ներկայացուցիչներ ցավոք սրտի այսօր բանտում են դա Միքայել arczepiskopos-ն է եւ Բաքրատ arczepiskopos-ը Բաքրատ Սրբազան։ Սա է իրականությունը, այսինքն սա պատերազմ է հայտարարված հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու դեմ նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստան պետությունը։ Այն թուլացնել, դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի արանքում իրենց սպասարկող ինչ որ մի կառույցի, այդ սպասարկման ձևերից մեկն է այդ ոմն այսպես կոչված trip կոչող ուղու գործարկումը, որը պետք է սպասարկի այն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Սա է իրավիճակը ցավոք սրտի։ Պարոն Անվելյան, նաև Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ որ շատ հետաքրքիր ուղերձներ կար, որ վեհապարը պիտի անսասան լինի, այսինքն որևէ կերպ փաստորեն իր լիազորությունները չթողնի եւ նաեւ ըստ էության խնդրանք հորդորեր վեհապար հայրապետին հրավիրել եպիսկոպոսած ժողով, որը պիտի նախապատրաստի եկեղեցական ազգային ժողով անցկացնելը։ Այսինքն սա նշանակում է ավելի եկեղեցական առումով կտրուկ կոնկրետ քայլեր։ Հա, մեր գերեվարված եպիսկոպոսների, arczepiskopos-ների հայտարարությունը հուշում է, որ իսկապես խնդիրը նաև պահանջում է արմատական լուծում։ Եվ այդ ժողովը, որը պարտադիր կերպով ես համոզված եմ կհրավիրվի, վաղթորոշ նաև կլուծի իրենց հավատը դավաճանած կամ հերձված մեր այսպես կոչված եպիսկոպոսների հարցը եւս։ Ես համոզված եմ, որ եկեղեցին ոնց եղել է միշտ ամուր, տենց է կմնա ամուր։ Չնայած պատմության մեջ հայտնի է, երբ հազարամյակներ շարունակ եկեղեցին անդադ հարձակումների է ենթարկել։ Թե տարբեր երկրների, Բյուզանդիայի կողմից, հետագայում Օսմանյան կայսրության կողմից կամ Սեֆյան Իրանի կողմից, հետագայում ցարական Ռուսաստանի կողմից, որ կալվածները հայկական գողանում էր եւ փորձում էր արգելել մեր եկեղեցին, հետագայում դարանում են բոլշևիկները, ցեղասպանության ժամանակ մոտավորապես 1500 չմոռանանք եկեղեցական է սպանվել, իսկ բոլշևիկները 200-ից ավելի եկեղեցական են ձերբակալել, որոնցից շատերը գնդակահարվել են։ Իսկ կաթողիկոսը խեղտամահ է արվել հենց վեհարանում։ Սա ամենասարսափելի բանն էր, որ կարա լինի։ Բայց չնայած դրան եկեղեցին դիմացել է։ Հիմա եթե այս մարդիկ ուզում են ամենայն հայոց կաթողիկոսից ազատվել, ինչպես իրենք են ասում, իրենց կոչելով իբր թե իրենք քրիստոնյա են, չնայած բոլորիս է հայտնի, որ Հայաստանը այսօր ղեկավարում է տարբեր աղանդներ ներկայացնող խմբակը, որոնց մեջ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չկա, բայց քանի որ իրենց առաջ դրված է այդ նպատակը, նույն Թուրքիայի, Անկարայի եւ Բաքվի կողմից, ապա իրենք քայլ առ քայլ գնում են այդ նպատակի հետևից։ Եվս մի հիշեցումը Ոմն Փաշազադեի մասին, որ Բարոցյանը մի քանի օր առաջ ասել էր, որ երբ որ չի լինի Հայաստան պետություն, բառացիորեն այդ բառերով, մենք այն ժամանակ նաև կվերցնենք Էջմիածինը, որը ինքը արդեն թուրքական իր անվանումով է կոչել ու շարունակել է իր հարձակումը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, բացահայտելով նաև այն խնդիրները, որ դրված է այս մարդկանց առաջ։ Այո։ Ըստ էության բաց է ամեն ինչ, որևէ մեկի համար այլևս չի կարող, հա, ինչ որ բան պարզված չլինի, բայց փաստորեն ռեպրեսիաները, այդ մուրճը, չգիտեմ, կոմպրոմատները շարունակում են իրենց գործն անել, պարոն Անվելյան։ Նայեք, մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը կարող ենք խոսել հայ ազգային խեղաթյուրման ժամանակաշրջան։ Երբ ազգային միասնությունը փորձում են քանդել ու ցավոք սրտի դա հաջողում է իրենց, ազգը այսօր պառակտված է, ատելության խոսքը, որը գեներացրել է գործող քաղաքական վարչախումբը, շարունակական տարածում է գտնում, ցանկացած խոսք քննադատական որողված, որպես կանոն տակահայտում են մարդիկ, որոնք սկսում են ամենակեղտոտ սեռական բնույթի հավյանքները գրել։
Հիշեցնենք նաև այդ հայախոսությունը մտել է նաև խորհրդարան նորից ԿՊԱ-ական կոչվող հանցախմբի ձեռամբ նաև իդեպ անդրադառնամ երեկվա դեպքին Սուրբ Սարգսում նույն Հովհաննես Իշխանյանը հայտնի իրավապաշտպան է եւ հարցակում իրավապաշտպանի նկատմամբ սա նույնպես խոսում է թե ուր ենք մենք հասել Որտե բառացիորեն նախկինների այսպես կոչված նախկինների օրոք եթե իրավապաշտպանի նկատմամբ որ չէ բռնության դեպք լիներ ել չեմ ասում ավելի թեթև մի բան ապա ամբողջ այսպես կոչված քաղաքասարակությունը աղմուկ էր բարձրացել բայց մենք այսօր տեսնում ենք որ ոչ մի աղմուկ էլ չկա այո քար լռություն է Քար լռությունը եւ բացի դրանից քաղաքասարակությունը ոչ մի Վարդգես Գասպարի չկար որևէ տեղ պարկած, իսկ քաղաքասարակության այսպես կոչված, հա, ես չգիտեմ որ քաղաքացիական հասարակությունն են ներկայացնում, նաեւ այսպես ակտիվ անդամները իրենց հիացմունքն են արտահայտում Բաքվում իրենց Բաքու կատարած այցից հետո։ Ես գիտեմ, որ նաև վաղ շաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ այս քաղաքասարակությունը փորձել էր խոչընդոտել Հայաքվեի դիտորդական առաքելություն, նաև Հայաքվեի, չէ՞, մի քանի կազմակերպությունների դիտորդական առաքելություն իրականացնել։ Բայց հիմնական թիրախը Հայաքվեն էր։ Քանի որ Հայաքվեն ներկայացրել էր ամենամեծ դիտորդական խումբը 122 անդամով էինք մենք մասնակցում նայեք Հայաստանում ժամանակը եւ այս ժամանակը ցույց տվեց որ քաղաքասարակություն որպես այդպեսին չկա բոլոր այդ մարդիկ որոնք ակտիվություն են ցույց տալիս իբր թե քաղաքասարակություն իրականում իրանք դրսից ֆինանսավորող անձինք են այսինքն այսպես ասած իրենք վարձկաններ են որոնք ծառայում են այն երկրներին կամ այն կազմակերպություններին որոնք իրենց ֆինանսավորում են իդեպ ուզում հատուկ շեշտեմ որ վարձկանությունը շատ երկրներում արգելված է եւ դատապարտելի է կամ դրան գտնում են վերահսկողության ներքո օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներ ունի հատուկ օրենք կոչվում է ազդեցության գործակալների մասին օրենք որը դրսից ֆինանսավորող բոլոր կառույցները գտնում են իր ամենակոշտ վերահսկողության ներքո մի բան որ չկա Հայաստանում հետեւաբար Վրաստանն էլ էր այդ Հա շատ երկրներ են հիմա դրա անցնում նույնիսկ Եվրամիությունում այդ օրենքը կա մի փոքր այլ անունով է կոչվում բայց կա Հիմա այս վարձկանները փորձում են իրենց ցույց տալ իբրե քաղաքասարակություն, բայց նորից եմ գրում, այս մարդիկ ընդհանրապես տարբեր կառույցներին, բայց ոչ հայաստանյան ծառայող վարձկաններ են։ Ու նույն վարձկաններն էին նաև գտնվում Բաքվում, հիշեցնեմ սա էլ, ու հանդիպում էին այսպես կոչված Ադրբեջանի քաղաքասարակության հետ։ Ով որ չգիտի, սա էլ շեշտենք էլի, որ Ադրբեջանը դա տոտալիտար համակարգ է։ Մեկ ընտանիքի կլանային վերահսկողության ներքո գտնվող որտեղ արգելված է բոլոր միջազգային կառույցների գործունեությունը, նույնիսկ Կարմիր խաչի գործունեությունն է արգելված։ Եվ հետեւաբար, երբ որ հայաստանյան վարձկանները գնում են եւ այդ տոտալիտար համակարգի, այսպես կոչված ճակերտարացած քաղաքասարակության հետ են հանդիպում, այսպես պետք է պարզ դառնա, որ այս երկու կառույցները ծառայում են միայն մի տիրոջը։ Այն տիրոջը, որ իրենց ֆինանսավորում է ու նստած է Բաքվում։ Հետևաբար այս մարդիկ չեն ներկայացում ոչ Հայաստանը, ոչ առավելևս հայաստանյան քաղաքացիական հասարակությունը։ Այսօր Հայաստանի միակ քաղաքացիական հասարակությունը ամենամեծ դա Հայաքվեն է։ Ավելի մեծ կառույց ուղղակի չկա եւ ավելի հին այսօրվա դրությամբ գործող։ Այո։ Նաև տարածված է իր մասնաճյուղերով։ Մենք մոտ 14 այս պայն գրասենյակ ունենք ամբողջ Հայաստանում մեկ։ Իրականացնում ենք քաղաքացիական գծով տասնյակ գործընթացներ, սկսած տարբեր դասընթացներ ենք իրականացնում իրավական պաշտպանությունից վերջացրած տարբեր գործառույթներով։ Եվ հետեւաբար հարձակումը հենց Հայաքվեի նկատմամբ շարունակական, որը տարբեր բնույթ է կրում, այդ թվում եւ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ այս հարձակումը եւ փորձը թույլ չտալ, որպեսզի Հայաքվեն մասնակցի, ունենալով ամենամեծ դիտորդական կառույցը Հայաստանում վաղ շաբաթում, սա ցույց է տալիս, որ դրսից ֆինանսավորող այս վարձկանները փորձում են ամեն կերպ խեղդել իրական քաղաքասարակությունը Հայաստանում, որովհետեւ իրանց տերերի դա պահանջներ, իրանց տերերի դա ներկայացած է։ Մենք գտնում ենք այս վիճակում ցավոք սրտի եւ Բաքվում նույնիսկ գերիների ասում եմ մի քիչ այդքան հաճելի թեմա չէր շրջանցել են ասենք ինչն եք նայել Բաքվում երբ որ Բաքվում դուք գերիներ ունեք գնալ այնտեղ սա արդեն անբարոյականություն է ես մի բան եմ ուզում հիշեցնել երբ տեղ ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետություն հեղափոխություն եւ դեսպանատան աշխատողներին գերի էին վերցրել Ամերիկայի Միացյալ Նահանգները
Օրինակ Ամերիկայի նախագահան եւ նրա ընտանիքը չէր գնում ոչ մի միջոցառումների, չէր մասնակցում տոնական, քանի ասում են, քանի գերիները մեր գտնվում են Թեհրանում, մենք չենք մասնակցի ոչ մի տոնական միջոցառում։ Մենք ունենք 23 մոտապես գերի եւ հարյուրավոր անհայտ կորածներ Ադրբեջանում, բայց այս քեֆ ուրախությունը շարունակում են։ Ու հատուկ պետական մակարդակով այդ քեֆի ուրախությանը ֆինանսավորելու, դրան ծառայելու մարդիկ են գործողում, որոնք գալիս են անում են, ասում են ինչ ենք անում, քեֆ ենք անում, դե գլուխն այդ պատով եք տալի քեֆ եք անում։ Մարդիկ գերության մեջ են, 150,000 մարդ տնազուրկ կա եղել, հարյուրավոր մեր եկեղեցիներ, հայկական գյուղեր, քաղաքներ են Թուրքին դավաճանաբար նվիրաբերվել, այստեղ ոմն ինչ որ անբարո երկոտանի անձնավորություններ հայտարարում են իրեն քեֆ են անում։ Հասկանում եք, սա էլ է ցույց տալի հասարակության առողջ կամ առողջ լինելու հանգամանքը։ Եվ ես էլ եմ անդրադառնալու երեկվա դեպքին, երբ որ այդ երիտասարդները Հովանեսը, Հայկը Դորոսը փորձում էին այդ հայտարարությունը հայտարարել, դրա լավագույն կողմն է, որ ցույց է տալի, որ հասարակության մեջ այդ առողջ մաս, առողջ այդ սերունդը կա, առողջ մտածող մարդիկ կան։ Եվ քան այս առողջ թեկուզ է փոքր, թեկուզ է քիչ, բայց մասան կա, այդ նշանակում է հասարակությունը դեռ առողջանալու, հզորանալու կարողություն ունի։ Բայց մյուս կողմից էլ նաև խոսելով այս թեմայի մասին ուզում եմ մի բանի վրա եւս անդրադառնալ։ Եկեղեցու նկատմամբ այս պատերազմը, որ հայտարարել են սրանք, իրականում նպատակ ունի շեղելու այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք։ Այն վտանգները, այո, իրականության մեջ այն նորագույն վտանգները, որոնք գալիս են դեպի մեզ, այ դա չտեսնելու, դրանից ասենց հասարակությանը շեղելու համար, իրենք կեղծ այս եկեղեցու թեման են բարձրացում, փորձելով հասարակության ուշադրությունը դարձնել ներքին խնդիրներին, որ մենք արտաքին աշխարհում լրջագույն խնդիրներ ունենք։ Խոսքը հենց անվտանգային խնդիրների մասին է։ Պարոն Մանվելյան, անվտանգային խնդիրների մասին ըստ էության այս համատեքստում դուք նշեցիք, որ հասարակության այսպես այդ պառակտված լինելն էլ է, բայց մենք գիտենք ինչ ենք կորցրել արդեն այս տարիների ընթացքում, բայց հիմա եկեղեցու դեմ այսպես այս արշավը եւ այդ սարսափելի հասարակությանը մտցնել ինչ որ մի դաշտ, որը իր հետ կապ չունի, այ սրա նպատակը շեղելն է, այսինքն ինչից ենք շեղում, չէ՞ որ մենք խաղաղություն ենք դեպի գնում, չնայած Ադրբեջանը շարունակաբար զինվում է, գնալով ավելի շատ, մենք բանակ չունենալն է դառնում ըստ էության մեր մենք կրճատում ենք մեր ռազմական բյուջեն, մեր բանակն են կրճատում, երաշխիքը, եւ որ Ադրբեջանը ընդհակառակը եւ բանակի թվականակն է ավելացում, եւ ռազմական բյուջեն է ավելացում շարունակաբար։ Այսինքն հիմա մենք ինչ վտանգ նոր ունենք, որից որ փորձում են շեղել։ Նայեք, մի քանի լրջագույն վտանգ կա, առաջին հերթին դա նոր տարածքների կորուստները, որի շուրջ փաստացի արդեն կա համաձայնություն։ Դա այսպես կոչված այս կեղծ անկլավների հանձնում է Ադրբեջանին ոչնչի դիմաց։ Ոչնչի դիմաց իդեպ հիշեք։ Փորձ անել, որ իբրև Արցախաշենի հետ ենք փոխանակում, սա սուտ է։ Փորձ է արվում այդ ամենը հանձնել Ադրբեջանին եւ դրա համար հարկավոր է կեղծ այսպես կոչված այս եկեղեցական թեման բարձրացնել, որովհետեւ մարդկանց ուշադրությունը շեղել։ Երկրորդը եւ ամենամեծ վտանգը այսպես կոչված TRIP ուղին է, որը փաստացի լինելու է թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության ներքո։ Գիտեք, եթե այդ փաստաթղթերին ծանոթ եք, ապա այնտեղ կա կնքված եւս մեկ փաստաթուղթ, որով Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է ստեղծել մի կոնսորցիում, որը վերահսկելու է այդ ճանապարհը։ Կա տարբեր տեղեկատվություն, որ հատկապես վերջին մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հայաստանում էր, այլ հարցեր հետ միասին քննարկվել է նաև այդ կոնսորցիումի մեջ երրորդ կողմի ներգրավումը։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է որից է թուրքական ընկերության ներգրավման մասին։ Այսինքն ճանապարհի փաստորեն վերահսկողությունը հանձնվելու է նոր կոնսորցիումի Հայաստան, Միացյալ Նահանգների եւ թուրքական ինչ-որ նույնիսկ մասնավոր ընկերություններ են անում, ինչքան ես եմ հասկանում։ Ես չգիտեմ ինչքանով է այս ինֆորմացիան ճիշտ, չենց տարբեր տեղերից այն գալիս է, սակայն ժամանակ առ ժամանակ նաև սոցցանցերում է հայտնում։ Սակայն սա շատ տրամաբանական է։
որովհետև այս ուղին սա մանավանդ սա էլ չէ, ուզում եմ հատուկ շեշտեմ, որ վերջին շրջանում հատկապես այսպես կոչված Զանգեզուրի կարիդորի Զանգեզուրի միջանցքի մասին թեման շատ ակտիվ քննարկվում է թուրքական մամուլում, թուրքական լրատվամիջոցներում, թուրքական քաղաքական տարբեր շրջանակներում։ Թուրքիայի շահագրգռվածությունը այս հարցում տեսանելի է։ Այսօր էլ Հաջիևի հայտարարությունը, չգիտեմ, քիչ առաջ հասցրեցիք տեսնել, թե չէ, դեպի Եվրամիություն է Զանգեզուրի միջանցքը ասել է եւ Հաջիևը, որ պատերազմի ժամանակ շատ լուրջ դերակատարում ուներ, հիմա էլ մեր այս քաղաքասարակության ջերմ ընդունում, ասել է, որ սա շատ մեծ հնարավորություն է Հայաստանի համար, փակուղային այդպիսի երկրից կարող է միանգամից ամբողջ աշխարհի հետ կապ ունենալ ու կարևոր օղակ դառնալ։ Հաջիևը շատ է մտածում մեր բարեկեցության մասին։ Ինչպես նաև այսօրվա մեր իշխանությունն են սուտ խոսում, որտեղ այդ ճանապարհը Հայաստանի համար չէ։ Ի սկզբանե ասեմ, այդ ճանապարհը միայն Թուրքիա եւ Ադրբեջանի համար է։ Փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, հստակ կերպով նշված են։ Այդ ճանապարհի դիմաց են խոսում, որ իբրև բացվելու են Հայաստանից, գնացող ճանապարհը նույնպես սուտ է։ Ոչ մի ճանապարհը չի բացվել, ընդհանրապես սեղանի վրա չկա տենց հարց դրված։ Չի էլ քննարկում, որտեղ եթե իրանք այդ ցանկանային Հայաստանը երբևէ դեպի Հայաստան եկող ճանապարհը բացեին, ապա կբացեին օրինակ համար կամ սեղանի վրա կլներ Կարս Գյումրի ճանապարհի երկաթգծի բացումը։ Որտեղ կա Կարսից Գյումրիից դեպի հարավ գնացող երացխով դեպի Նախիջևան ճանապարհը։ Սա շատ հեշտ է բացել, ընդհանրապես առանձնապես ծախսեպետ չի։ Բայց դա փոխարեն իրանք հիմա նոր երկաթգիծ են կառուցում Կարսից դեպի Իգդիր, Իգդիրից է դեպի Նախիջևան, որը մոտապես 3 միլիարդ դոլար փող են ծախսում այդ ճանապարհ, այդ երկաթգծի կառուցման համար։ Այսինքն հստակ պարզ է, չէ՞ դառնում, եթե իրանք ցանկանային այսպես կոչված Թրամփի ուղու տերը դառնալուց հետո բացեին Հայաստան եկող ճանապարհները, ապա կբացեին առաջին հերթին Կարս Գյումրի։ Բայց իրենք չեն պատրաստում դա անել, ընդհակառակը ցանկանում են ավելի խորացնել Հայաստանի շրջափակումը։ Հետևաբար Հայաստանի վիճակը շրջափակում էլ ավելի խորանալու։ Իրենց նպատակը Հայաստանը վերածել անկլավի, փակ անկլավի, որը խնդիր կունենա դեպի հարավ գնալու, որտեղ այն փակ կլինի այսպես կոչված թրիպի ուղիով, խնդիր ունենան դեպի Վրաստան գնալու, որտեղ եթե ասված չանի, սրանք հանձնեն այսպես կոչված անկլավները Տավուշում, ապա դեպի Վրաստան գնացող թե երկաթգիծը, թե ճանապարհներ հայտնում են ուղղակիորեն իրենց վերահսկողության ներքո, կրակային վերահսկողության ներքո են հայտնում թե ճանապարհները, թե մոտակա քաղաքները, սկսած, ասենք թե Իջևանից վերջացած Ալավերդին, մոտիկանում հասնում են մինչև տարածքները։ Ապա Հայաստանը վերածում է փոքր անկլավի, որտեղ դու արդեն չես կարող օգտագործել դեպի Տիգրանաշենով գնացող ճանապարհը, երասխով։ Դու պետք է ավելի երկար օգտագործես։ Ծրագիրն է, պարոն Սա թուրք-ադրբեջանական ծրագիր։ Թուրք-ադրբեջանական արևմուտքի հովանավորությամբ։ Նայեք, ուզում եմ հատուկ սա շեշտեմ, արևմուտքի հետաքրքրությունը այս ամենի մեջ պայմանավորված է ռուսական հակամարտությամբ։ Այո։ Այսինքն այս նպատակն Ռուսաստանը հնարավորինս սեից թույլատնել եւ դուրս մղել։ Հիմա եթե դա կարվի ի հաշիվ Հայաստանի, իրանք պատրաստ են, իրանք Հայաստանը տենում են որպես ամենաթույլ օղակ։ Իսկ Հայաստանը թույլ օղակ է դարձել, հիշենք էլ, այս մարդկանց թեթև ձեռքով Արցախը հանձնելով Ադրբեջանին։ Այսինքն Ռուսաստանից այստեղից ամեն գնով դուրս մղելու քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվել է մի երկիր, որին բոլորը խփում են ոնց կարողանում են կամ ամեն մեկը մի բան փորձում է պոկել։ Իդեպ երբ խոսում ենք այն սպառնալիքների մասին, եւս մի քանի սպառնալիք ուզում եմ հատուկ շեշտեմ, որը դրված է սեղանին։ Դա սահմանադրական փոփոխությունն է, որի պահանջը դնում է Ադրբեջանը եւ որից չի պատրաստվում հրաժարվել։ Իրականության մեջ սահմանադրական փոփոխություն ասելով իրենք հասկանում են մեր անկախության հռչակագրի ոչնչացումը։ Ուրիշ բան իրանց պետք չէ, սահմանադրությունը գործող ռեժիմին ձեռ է տալիս, ինքը տոտալիտար հայկական բռնատիրական համակարգի կառուցման փայլուն գրած սահմանադրություն է, սարմով կարող ենք այդ սահմանադրությունը գրողներին շնորհավորենք, եթե իրանց պետք էր բռնատիրական համակարգ ստեղծել, ապա գրել են այն սահմանադրությունը, որը իրանց պետք էր։ Պետք է տվյալ դեպքում Նիկոլի եւ Նիկոլի տերերի։ Հետաբար իրենք ոչ թե սահմանադրական փոփոխություն են ուզում, այլ հռչակագրի դուրսբերում եւ ոչնչացում ընդհանրապես, որպեսզի Հայաստանը այլևս չունենա անկախության հռչակագիր։ Իսկ սա բերում է նաեւ քո պետական ինքնության, քո պետական համակարգի ոչնչացում։ Այսինքն Հայաստան պետության ոչնչացման համար տրվում են հետեւյալ քայլերը. անկախության հռչակագրից հրաժարում,
Հայաստանի ծառայքելական սուբյեկտիվություն ոչնչացում, Հայաստանից դեպի դուրս եկող ճանապարհների նկատմամբ վերահսկողության հաստատում եւ արդեն հաջորդ քայլով դա դեպի Հայաստան 300,000 եւ ավելի տարբեր ադրբեջանցիների մուտքի թույլատրություն։ Չնայած արդեն բավական մեծ մասը այստեղ են տեղում։ Այսինքն կամաց այս քայլերը իրականացում է եւ այս քայլերը իրականացող Հայաստանում այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչներն են հանձինս այսօրվա գործող քաղաքական վարչախմբի։ Այսինքն սա է նպատակը, Հայաստանի ոչնչացում։ Եվ այս Հայաստանի ոչնչացման համար իրենք գտնել են դրսից թուրքեր եւ ադրբեջանցիներ իրենց գործընկերներին եւ այս իրենց հետ միասին գնում են այս քայլերի իրականացմանը։ Այս մարդիկ էլ կարողանում են սա իրականացնել ներքին ատելության, պառակտման միջոցով։ Կներեք, էլի, մի հատ նայեք մեր շրջապատում ինչա կատարվում։ Ինչ ատելություն կա, հարևանը չի խոսում, ավելի ընտանիքում մասը մյուս մասի հետ չի խոսում, եղբայրը քրոջ հետ, ամուսինը զավակների հետ կամ հակառակը ամուսինները զավակների հետ կամ միմյանց հետ, այսինքն այս ատելությունը, որը մտել է արդեն ընտանիքներ եւ այլն, բերում է ազգի պառակտմանը, թուլացմանը եւ սա հանգեցնում է նա, որ այսօր ազգը բարոյալքված է։ Եվ ցանկացած կեղծ եւ սուտ խոսքի ցավոք սրտի նաեւ հավատում է։ Այսինքն կեղծ ու սուտ խոսք ասելով հիմնականում այս պահին կարելի է նկատի ունենալ դեպի ընտրություններ գնացող ճանապարհին, հա, խաղաղության փաստաթուղթը WhatsApp-ի համարով Թրամփի։ Հա, ու այդ խաղաղության փաստաթուղթը հատուկ ուզում շեշտեմ, սա Հայաստանի կործանման տանող փաստաթուղթ է, որովհետև պարզ մաթեմատիկական նույնիսկ դրա համար պետք չէ միջազգային հարաբերությունների մասնագետ լինել։ Ոչ մի թղթի վրա գրած ոչ մի փաստաթուղթ ոչ մեկին խաղաղություն համաշխարհային պատմության մեջ չի ապահովել ու չէր կարող ապահովել։ Բոլոր այդ փաստաթղթերն էլ վերջերս պատռվում են, շպրտվում են մի կողմ եւ հաջորդ օրը սկսում է պատերազմ։ Խաղաղությունը հաստատվում է, եթե դու ունես ներքին համերաշխություն, ազգային միասնություն, ազգային ինքնության հզորություն, կարողանում ես միավորել ազգը եւ պատրաստ լինես դիմադրության։ Այն ազգը, որը պատրաստ է դիմադրության, միավորված պետության, միավորված եկեղեցու շուրջ, միավորված գաղափարի շուրջ, այդ ազգի դեմ կռիվ տալը շատ դժվար է, կարելի ասել անհնար։ Եվ քոթեշամիները մի քանի անգամ կմտածեն արժի քո դեմ սկսել պատերազմ, թե ոչ։ Եկեք վերցնենք օրինակ Իսրայելի օրինակը։ Փոքր պետություն է շրջապատված մեծ արաբական աշխարհով, բայց ինքն աշյան հզոր է, միասնական է եւ ամուր, որ ոչոք չի ուզում իր այդ գլուխ դնի, որովհետեւ ասում են պետք չի։ Այսինքն կառուցել այդպիսի պետություն շատ հնարավոր է, անհնար ոչինչ չկա։ Բայց մենք գնում ենք լրիվ դրա հակառակ ճանապարհով։ Մենք ինքնիշխան ճանապարհով ենք գնում, մենք ինչ որ բառեր ենք անընդհատ ասում եւ այդպես գնում ենք այդ ճանապարհով։ Դե ակնհայտ է արդեն արևմուտքի, այսինքն նաեւ այս շատ հարցերին համաձայնությունը, որպիսի կարողանան այս ծրագրերն իրականացնել։ Բռնաճնշումների այս չափը, քաղաքական բանտարկյալների եւ արդեն այն անթակույց ձևը, որ նույնիսկ տպավորություն է, որ կարող են քննիչներն էլ չաշխատեն, դատախազներն էլ ինչ որ մեղադրանք պետական մեղադրողը որպես չներկայանան, միայն մեկը կամ մեկ-երկու ընդունված անուններով, հա, դատարաններ կան, դատավորներ կան, կարող են գալ կարդալ այդ տեքստը գնալ։ Հա, ցավոք սրտի բռնաճնշումները այսօր աննախադեպ չափերի են հասել, սա երկու երևույթի է հանգեցրել։ Առաջինը, որ մենք ունենք քաղաքական բանտարկյալներ աննախադեպ մեծ երբևէ եղած։ Երկրորդը, իդեպ սա էլ շեշտեմ, բառացիորեն մի քանի օր առաջ հենց Հայաքվեն էր այդ հարցը բարձրացրել, որ այսօր Հայաստանում բանտերում գտնվող մարդկանց 53%, այսինքն կեսից ավել, բանտում են գտնում առանց դատարանների որոշման։ Համացան համար ասենք, որ օրինակ Եվրոպայում դա ընդամենը 10%-ն է։ Օրինակ իրենց սիրելի հարևան, այսօրվա ռեժիմի սիրելի հարևան Ադրբեջանում 25%։ Մեր մոտ 53%-ը։ Այսինքն մարդկանց ամենաթեթև մեղքի համար մարդուն կարող են տանեն 2 ամսով կալանքի ենթարկել։ Սա պատժի ձև է հստակ։ Հա, սա հստակ պատժի ձև է եւ իդեպ ասեմ, այդ քրեական փոփոխությունները կատարվել է այսօրվա իշխանությունների օրոք։ Այո։ Եվ իրենք սա արել են մի նպատակով, ինչքան հնարավոր շատ մարդ բանտերում պահել։ Եվ ամբողջ այսպես կոչված իրապահ համակարգը, որը վերածվել է փաստորեն ընդդիմության եւ եկեղեցու դեմ պայքարի մարմնի, ուշադրությունը կենտրոնացնել սրա վրա, բաց են թողել մեկ այլ բան։
որի վրա ուզում հատուկ ձեր ուշադրություն դարձնել, Հայաստանում աննախադեպ կրիմինալ վտանգավոր իրավիճակ է։ Սպանությունների թվով Հայաստանը նորանոր ամեն տարի նախորդ տարվանից ավելի բարձր ռեկորդներ է սպանում։ Ծանր, հատկապես ծանր հանցագործությունների թվով տարեստարի տոկոսներով ահռելի թվերով աճում է։ Ու սա շարունակական է, որտեղ նարկոտիկների թմրադեղերի վաճառքը աննախադեպ ծավալների ասել Դե բայց բոլորը զբաղված են իրավապահամակարգ։ Սամվել Կարապետյանի գործով ասում են 56 քննիչ է զբաղվում, սրբազանների գործով 50-ից ավելի քննիչներ, այսինքն քննիչները փոխանակ ես կրիմինալ վիճակի դեմ պայքարեն։ Պայքարում են քաղաքական ընդդիմության, պայքարում են սրբազանների դեմ, պայքարում են ազատ խոսքի դեմ։ Եվ նույնիսկ կաթողիկոս անուն տալու համար մարդուն բռնում են եւ բռնությամբ հեռացնում են եկեղեցու։ Այսինքն եկեղեցուն պատկերացնում եք, երբ որ դու տալիս ես կաթողիկոսի անունը, քեզ հեռացնում են եկեղեցու։ Սա է իրավիճակը ցավոք սրտի։ Այն դեպքում, երբ որ այդ նույն ժամին ըստ էության Պոլսում հայկական մեր եկեղեցում Հռոմի Պապը կաթողիկոսի անունն էր տալիս մեր վեհափառի, ողջույններ էր փոխանցում։ Իդեպ մի բան էլ ասեմ, այս հակա օրինական փաստաթուղթը ստորագրած արքեպիսկոպոսներից մեկը, ով Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդն է, հենց Կիրակի օրը տեղ ունեցած թեմում եկեղեցիներում տրվել է կաթողիկոսի անունը։ Այո, Կալիֆոռնիայի։ Այո, Կալիֆոռնիայում, այսինքն ինքը ստորագրում է հակա եկեղեցական ընդդեմ կաթողիկոսի փաստաթուղթ, բայց միևնույն է, շարունակում են իր ենթակայության տակ գտնող եկեղեցիներում կաթողիկոսի անունը, այսինքն հետ նահանջելու միշտ տեղ է պահում էլ իրենց համար։ Դա հետ նահանջի տեղ է, թե ուղղակի անհամաձայնություն, որովհետև տարօրինակ էր, բայց Սուրբ Սարգիս եկեղեցում էլ, հա, որտեղ պիտի զեղչվեր նորից կաթողիկոսի անունը, ըստ էության քահանաներից որևէ մեկը Սուրբ Սարգսի չէր մատուցում պատարակ եւ մասնավորապես Տեր Արարատը Սուրբ Սարգիս եկեղեցու քահանան հստակ հայտարարություն էր արել, որ ես չեմ լինի եւ հնարավոր չի, որ ես կարողանամ զեղչեմ, ով որ զեղչի, կարող եք նրան դիմել Տեր Արաբատ։ Հա։ Սա է հիմա խնդիրը եւ հիմնականում նայեք հարցի լուծում որն է։ Հիմնականում հարցի լուծումն նախ եկեղեցու ամրության մեջ է։ Եկեղեցին պետք է միասնական լինի, ուզում հատուկ նաև շեշտեմ, եկեղեցում կա մոտապես, եթե չեմ սխալվում, 56 եպիսկոպոս արքեպիսկոպոսներ, հետեւաբար 9 հոգու կամ 9-10 հոգու դավաճանությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Ես համոզված եմ եկեղեցին ամուր է մնալու, որ մեր հովվապետ ամենայն հայոց կաթողիկոսը իր հավատին եւ իր հովին, իր հոտին հավատարիմ է լինելու, ես ոչ մի վարքյան դրանում չեմ կասկածում։ Եվ մաքսիմում որ սրանք կարող են անել կրկնեն իրենց սիրելի բոլշևիկների ճանապարհը, որոնք երբ որ տենում են չեն կարողանում եկեղեցին վերահսկեն, ուղղակի խեղդամահ են անում մեր կաթողիկոսին։ Սա է։ Հիմա մարդկանց այսօրվա նպատակը պետք է լինի հնարավորինս ամուր լինել։ Հավատալ ընդդիմության մեջ են քաղաքական ուժերին, որոնք իսկապես գալիս են արմատական փոփոխություններ անելու։ Օրինակի համար Հայաքվեն արդեն որոշում ունի, որ ինքը մտնում է քաղաքացիականից փորձենք ավելի ակտիվացնել մեր քաղաքական գործունեությունը, որտեղ սա էլ է շատ կարևոր, որտեղ Հայաքվեն քանի որ այսօր մեծ լայն ներկայություն ունի ամբողջ Հայաստանի տարածքով, մեկ Տաշիրից սկսած մինչև Կապան մեր գրասենյակները կա, ապա այդ պահանջը, որպեսզի ավելի ուժեղացնեն են քաղաքական գործունեությունը նույնպես կա։ Ինքը չի դադարելու քաղաքացիական ազգային միություն լինելուց, երբեք չենք դադարել, բայց նաև կուժեղացնեն մեր քաղաքական թևը, որտեղ իսկապես այսօր նոր քաղաքական մշակույթի, նոր քաղաքական անունների, նոր քաղաքական, ասենք ասեմ, կազմակերպությունների հասարակությունը կարիք ունի, դրա կարիքը կա։ Մեր հետազոտությունները սոցիոլոգիական եւ տարբեր տիպի հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ իսկապես հոգնել են։ Հոգնել են այս սրանց դեմքերը տեսնելուց, հոգնել են նաև նախկիներից եւ շատ են ցանկանում, որպեսզի այս քաղաքական համակարգը, այսպես կոչված ներկա նախկին անվանենք, էլ ամբողջովին ապամոնտաժվի եւ նոր քաղաքական ուժեր կան։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք դեմ ենք ինչ որ մեկ ընդդիմության մեջ մասնակցի։ Իհարկե։ Հա, բայց եւ այդ փորձը, այսինքն պետք է նոր մարդկանցով նայել։ Բայց Հայաքվեն որպես նոր քաղաքական մշակույթ բերող ուժ, մենք նաեւ ցանկանում ենք այդ նորը առաջարկենք հասարակությանը,
որ իսկապես Հայաստանը կարիք ունի արմատական փոփոխությունների։ Երկրում պետք է նոր համակարգ կառուցվի, իսկապես ժողովրդավարական պետական համակարգ, երկրում պետք է այլևս թույլ չտրվի, որպեսզի այն քաղաքական ուժը, որը կգա իշխանության, սկսի իշխել։ Մենք օրինակի համար համարում ենք, որ իշխելու էս փիլիսոփայությունը պետք է փոխվի կառավարման փիլիսոփայության, որովհետև իշխել կարող է ամեն մեկը, կառավարել շատ քչերը։ Որովհետև կառավարման համար քեզ գիտելիք է պետք, քեզ փորձ է պետք, քեզ կամք է պետք, որը այսօրվա եւ նախկին իշխանությունները երբեք չեն ունեցել, որտեղ իրենք ցանկացել են իշխեն, էլի իշխելը միշտ հաճելի է, դա մեր առանձին գիտելիք պետք չի, բայց կոռուպցիոն լայն ճանապարհներ են բացվում, որի մեջ իդեպ խրված են նաեւ այսօրվա իշխանությունները իրենց կոռուպցիոն տարբեր գործընթացներով, որի մասին իդեպ Հայաքվեն եւս խոսում է բարձրաձայն։ Պարոն Մանվելյան, ամփոփելուց առաջ ժամանակը սպառվել է, բայց շատ կուզենամ նաև այ ակադեմիական միջավայրը, գիտական միջավայրը, այսօր այ լռողների թիվը մենք տարիներ շարունակ խոսում ենք, բայց այսօր կարծես կտրուկ ավելացել է լռող մտավորականները, հա, նրանք բոլոր դեպքերում կարող էին քաղաքականությամբ չզբաղվել, բայց որ հիմա նաև կրթությամբ, գիտությամբ եւ հատկապես եկեղեցու հետ կապված հարցերում են այսպես լոյալ, արդեն չի ընկալվում։ Նայեք, մի հատ հայտնի ամերիկացի փիլիսոփա կա Նայոմի Չոմսկի, որը ասենց հայտնի խոսք ունի, նույնիսկ գիրք ունի հայտնի գրած, որ ասում է, որ մտավորականի պարտավորությունն է ասել ճշմարտությունը եւ բացահայտել սուտը։ Իրական ես 100%-ով դրա հետ համաձայնում եմ, ես պարբերաբար դա կրկնում եմ, որ իսկապես իրական մտավորականի պարտավորությունը դա է բացահայտել սուտը եւ ասել ճշմարտությունը։ Սա հատկապես կարեւոր է երկրի համար ճգնաժամային այս իրավիճակում։ Եվ որ երկու ամեն ինչ լավ է, խաղը կարելի է եւ լռել, զբաղվել գիտությամբ, այն մշակույթով, այն ամեն ինչով ինչ որ դու ես կարում, բայց որ երկիրը գտնվում է կործանման եզրի առաջ եւ անդուդի առաջ են կանգնած ու իրավիճակը գնալով ավելի է վատանում, հարկավոր է այդ ճշմարիտ խոսքն է հարկավոր, որը շատ ճիշտ է, դառն է, շատերի դուրը չի գալի, բայց մյուս կողմից սա պետք է ասվի, որպեսզի մարդիկ վերջ-վերջո հասկանան, որ իսկապես իրավիճակը լավ չէ, եկեք միավորվենք, եկենք դադարենք միմյանց ատելուց, եկեք հասկանանք, որ մենք իրար թշնամի չենք, մեր թշնամին մեր սահմանից դուրս է, մեր թշնամին թուրքն ու ադրբեջանցին է։ Սա պետք է համարձակ կերպով ասվի, որովհետև իդեպ ասեմ, սա էլ եմ վախենում ասեն։ Ես համոզված եմ վաղ թե ուշ այն բանը համար, որ մեկ հայտարարի, որ թուրքն ու ադրբեջանցին մեր թշնամին է, մեզ կարող են ձերբակալել Երևանում գտնվում։ Բայց սա էլ եմ ուզում հստակ ասել։ Վաղ թե ուշ լավատեսական էր բանը։ Ցանկացած պնդում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կբացի իբր թե Հայաստանից դուրս եկող, Հայաստան ներս եկող ճանապարհները եւ դա ինչ որ եկամուտներ կբերի դեպի Հայաստան, սա կեղծիք եւ սուտ է։ Երբեք չհավատակ, որ թուրքերը եւ ադրբեջանցիները թույլ կտան, որ Հայաստան կա ներդրումներ։ Այն էլ իրենց միջոցով, իրենց կողմից բացած ճանապարհների միջոցով։ Եթե իրանք բացում են ճանապարհը, ուրեմն մի բան հստակ է, մի բանի մասին պետք է հստակ իմանանք։ Նպատակն է Հայաստանի կործանումը։ Նպատակն է Հայաստանի քանդումը, քայքայումը, կարադալնի ընդդեմ Հայաստանի գյուղացիների, օրինակ համար գյուղացիական ապրանքներ բերեն եւ գյուղատնտեսությունները Հայաստանի սննկացնեն, կամ բերեն իրենց այսպես կոչված Հայաստանում ապրող նախկին իրենց քաղաքացին, որպեսզի Հայաստանում իրավիճակ փոխեն, օգուտ իրենց եւ այլն։ Այսինքն երբ որ թուրքն ու ադրբեջանցին խոսում է Հայաստանի հետ խաղաղության մասին, ուրեմն իրանք իրենց մտքում նպատակ ունեն Հայաստանը ոչնչացնել։ Ոչնչացնել։ Սա պետք է հստակ լինի բոլոր մարդկանց համար, հատկապես հայի գեն ունեցող մարդու համար։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հայկական երկրորդի եթերում պրոֆակտներ, իրականում ուղղություններն ու ոճը կարծես այս ժամանակի ընթացքում ուղղությունները փոխվում են, ոճը մնում է նույնը, ներսից ու դրսից մեր թշնամի երկրներից հնչող հայտարարությունները արդեն ոչ զարմանալիորեն օրինաչափորեն կարելի ասել հաջորդում են մեկը մյուսին, դրանք ըստ էության նույն ուղղությունն ունեն։ Արմեն Մանվելյանը շատ ճշգրիտ նշեց, որ իրականում եթե նշում եմ, որ ինչ որ նոր հնարավորություն է Հայաստանի համար, սա նշանակում է, որ Հայաստանի կործանման նոր տարբերակ են իրենք գտել եւ տարօրինակ առնվազն, որ Հայաստանի իշխանություններն էլ հենց այս ծրագիրը սա որպես ծրագիր ընդունում են եւ այս ուղղությամբ գնում։ Ամենակարևորը մեր ժամանակներում իրականում շատ բան կարծես բացահայտվում է,
ցավալի իրադարձություններ էին, տիրադավարք եպիսկոպոսների հայտարարությունը, այսպես կռացած, սա իրականում շատ ցավալի էր, բայց երևի մեր ժամանակներն ու այս ժամանակները նաև բոլոր ասպարեզներում իրականում այդ թուլությունը, թուլամորթությունը նաև ջրի երես անելու համար է, վախը, սարսափելի մի բան է վախը, բայց մարդկային բնավորության ու տեսակի շատ նրբերանգներ է այն ի ցույց դնում, կարողանանք ի վերջո հաղթահարել վախը, ինչպես Միքայել arczepiskopos Հաճապահյանն էր ասում, վախից հետո ազատությունն է, շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Եկեղեցու դեմ արշավով փորձ է արվում քողարկել Հայաստանին սպառնացող նոր վտանգները։